Հարգելի արժանատիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցել ենք ազգային կրթության խորհրդի անդամ Ատոմ Մխիթարյանի հետ։ Պարոն Մխիթարյան, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ եւ մտածում եմ այսօր կխոսենք շատ հրատապ մի թեմայի մասին, առավել եւս որ այսօր Մարենի լեզվի օրն է եւ վատ լուրեր ունենք հաղորդելու։ Այո, պարոն Մխիթարյան, ձեր խորհուրդը հրապարակեց հետազոտություն, որը ինչպես նշեցիք, երկար ժամանակ է տևել, գործադիրը փաստորեն մտադիր է շուրջ 231 դպրոցի փակման մասին է խոսքը, նախ ուզում եի ճշտել, սա լուծարման մասին է առհասարակ խոսքը, թե խոսքը գնում է օպտիմալացման մասին, որ այնտեղ նշվում էր, որ Հայաստանի մասշտաբով շուրջ 55 դպրոցի սահմանամերձ բնակավայրերի դպրոցների մասին է խոսքը, մի փոքր ավելի փակագծեր ու մանրամասներ այս հետազոտությունից։ Ուրեմն նախ սկզբից ասեմ, որ ազգային կրթության խորհուրդը ձևավորվեց անցած տարի 2025 թվականին բոլոր այն խոսակցություններից հետո, որ Հայաստանում կրթությունը գնում է դեպի ոչնչացում, կրթության որակը էապես անկում է ապրում եւ հիմնական նպատակը եւ քաղաքականությունը, որ տանում է դրան, դա այն է, որ ազգային ուրեմն բաղադրիչը կրթությունից դուրս է գալիս եւ իսկապես այդպես է, վարվող քաղաքականությունը տարվում է հենց այդ ուղղությամբ։ Դասագրքեր են փոխվում, խմբագրվում են, հիշեք այդ հայոց պատմություն, Հայաստանի պատմություն, եկեղեցու պատմության դուրս մղումը, չգիտեմ, Մեսրոպ Մաշտոցի դուրս մղումը եւ այլն։ Այս ամբողջը մենք տեսնելով անընդհատ իհարկե կարելի է քննադատել, բայց մտածում ենք, որ ավելի լավ է ինչ որ նաեւ առաջարկություններ անել եւ այդ պատճառով հավաքվեցին տարբեր մտավորականներ, որոնք մտահոգ են այս ոլորտում քաղաքականության վարման ուղղությամբ եւ մտածեցինք ստեղծել հենց ազգային կրթության խորհուրդը, որի հիմնական նպատակը կրթության այնպիսի հնարավորություններ տալ մեր կրթության ոլորտի մասնագետներին եւ հատկապես ուսուցիչներին, որոնք կուզենային նաեւ իրենց ձեռքի տակ ունենալ ազգային կրթության բաղադրիչով որոշակի դասագրքեր։ Ասեմ, որ Միտք AM կայքն ենք ստեղծել անցած տարվա ընթացքում, որտեղ մեր ուսուցիչներն էլ բոլոր հասարակագիտական առարկաների նույն չափորոշիչներին համապատասխան նյութերը, բայց ազգային հիմքով։ Այսքանը որպես ներածություն։ Հիմա դրանից հետո դպրոցների փակման, այո, հիմա ինչ տեղի ունեցավ, պարզվում է, որ 2022 թվականին Հայաստանի կառավարությունը հաստատել է մի որոշում, որով սահմանվում է ֆինանսավորման կարգը դպրոցների, որտեղ գրված է, թե օրինակ ըստ դասարանների ֆինանսավորումը ինչպիսին է, ըստ հաստիկների, ուսուցիչների եւ այլն եւ դրա հիման վրա ուշադրություն ուրեմն 2023 թվականի սեպտեմբերի 11-ին Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարը ստորագրում է հրաման, որի համարն է 1719, սա նրա համար եմ ասում, որովհետև երեք նախարարությունը հայտարարությամբ հանդես եկավ։ Այո, հերքում էր այս հրապարակությունը, իբրև նման որոշում չկա։ Այո, որի ուրեմն վերնագիրն է, այստեղ խնդրում եմ ուշադրություն։ Հայաստանի Հանրապետության կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիր։ Եվ սահմանվում է այդ ծրագրում ներգրավված դպրոցների ցանկը։ Ուրեմն եւ այնտեղ 230-ից ավելի դպրոցներ կային, ուղղակի 23-ից մինչեւ 26 թվականը վերջի փոփոխությունը այս հրամանում եղել է 2026 թվականի հունվարի 30-ին եւ մի քանի դպրոց ուղղակի դուրս է եկել։ Հիմա մնացել է այնտեղ 228 թե 229 դպրոց։ Ուրեմն սա նորից են վերնագիրը կարդում, որևէ տեղ դուք չեք գտնի դպրոցների փակման, լուծարման մասին որևէ բառ։ Կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիր եւ դրանում ընդգրկված դպրոցները։ Բայց սա ինչի մասին է ծրագիրը։ Այո, ինչի մասին է այս ծրագիրը։ Ծրագիրը հետեւյալի մասին է, քանի որ նա հիմնվում է բյուջետային ֆինանսավորման վրա, ըստ էության ենթադրվում է, որ բյուջետային ֆինանսավորումը պետք է մի քիչ օպտիմալացնել եւ ավելի քիչ գումարներ հատկացնել այդ դպրոցներին, որտեղ 100-ից ավելի փոքր թվով աշակերտական կազմ կա։ Հասկանում փոքր բնակավայրերի այդ դպրոցները իբրև ցանկանում են մեծացնել ու ավելի խոշոր բնակավայրերում
այսինքն երեխաները այնտեղ գնան, Այո. այնտեղ փակեն դպրոցները ու դրա փոխարեն Այո, այսինքն 3, 4, 5 գյուղերից հավաքելու են երեխաներին, տանեն ինչ որ մեկ գյուղի, այդ 5-6 գյուղից մեկի դպրոցում, այնտեղ կազմակերպեն դասերը, հետո երեխաներին հետ դեպեն։ Իսկ այդտեղ տվյալներ կան, թե օրինակ այդ փոքր բնակավայրերում քանի աշակերտ է գնում հաճախում դպրոց։ Այո, ուրեմն հիշեք 26 թվականի հունվարի 30-ի դրությամբ ցուցակում ընդգրկված էր 231 դպրոց։ Աշակերտների ընդհանուր թիվը, որոնք այցելում են, գնում են այդ դպրոցներ, Այս 231 դպրոցները 231 դպրոցները, որոնք 26 թվականի սեպտեմբերի 1-ին դռները փակելու են, այսինքն ոչ ոքի էլ չեն թողելու, որ այդ դպրոցներ մտնեն, աշակերտների թիվը 8700 է։ 8700-ը, որպեսզի հեռուստադիտողների համար պարզ լինի, կազմում է գյուղական բնակավայրերի աշակերտների 5%-ը։ Կարելի ասել շատ չի, 20-ից մեկը պետք է իր բնակավայրում դպրոց չգնա, ծրագիրը դա է ենթադրում, այլ գնա մեկ ուրիշ բնակավայրի Իսկ այդ դպրոց։ խնդիրը լուծումները ձեր նշած ծրագրում նշվում է, օրինակ երեխան, ով որ ապրում է փոքր բնակավայրում, ինչպես է ամեն առավոտ այդ ժամին հասնելու այդ տեղափոխման խնդիրը, ինչ որ լուծումներ։ Դե ենթադրվում է, ուղղակի գրված չի, ենթադրվում է, որ տրանսպորտային միջոց կլինի, որ երեխաներին կհավաքի այս մի գյուղից, ասենք 10, 15, 20, որոշ դպրոցներում դա 100-ի է հասնում երեխաների թիվը, նրանց պետք է տեղափոխի այն մյուս գյուղը, որոնց հեռավորությունը կարող է լինել 6, 7, 8, երբեմն 12 կիլոմետր, պատկերացրեք։ Այսինքն այստեղ շատ անհարմելություններ են նաև լինում Այո, երեխաներին։ բացի դրանից, ուրեմն տեսեք, էլի մի քանի թվեր ես ասեմ, բոլոր այդ փակվող դպրոցներում ուսուցիչների թիվը, որովհետև այստեղ ոչ միայն կրթության խնդիրներն է, այլ նաև ժողովրդագրության, մի քիչ հետո գուցե կխոսենք, եւ սոցիալական հարցեր կան։ Ուսուցիչների թիվը 2310 է։ 2310 ուսուցիչ ըստ էության դուրս է մնալու կրթության աշխատանքի։ Այո։ Ինչի համար եմ սա ասում, որովհետև այդ նույն ուսուցիչները չեն գնալու այն մյուս գյուղի դպրոց, որպեսզի դաս տան, որովհետև այն գյուղի դպրոցում, որտեղ այդ դպրոցում կենտրոնանալու են երեխաները, այդ գյուղի դպրոցի ուսուցիչները ամբողջությամբ ըստ էության կծածկեն, որովհետև նրանք հիմա թեր ծանրաբեռնված են, դասարանի երեխաների թիվը ասենք 5-ից դարձավ 7 կամ 8, դրանից ուսուցիչ ավելացնելու կարիք չկա։ 2310 ուսուցիչներից շատերը ուղղակի աշխատանքից ազատվելու են։ Բացի դրանից մենք այդ դպրոցներում ունենք 2470 անձնակազմ, այսինքն ոչ ուսուցիչներ են։ Նրանք հիմնականում օժանդակ անձնակազմն է, Դպրոցների որոնք եւս կորցնելու են իրենց աշխատանքը։ Եվ բացի դրանից ամբողջ այդ գյուղերի բնակչությունը, այսինքն դպրոցները, նրանց ծնողները, մնացած մարդիկ կազմում է շուրջ 70000։ 70000 բնակիչ ըստ էության կրթության իրավունքից օգտվելու, սահմանադրական իրավունքից օգտվելու հնարավորություն չի ունենալու։ Այսպիսի վիճակ է։ Սա, այսինքն սա նաև իր հերթին այդ բնակավայրերում հատկապես սահմանաբերս նաև լուրջ այդ ժողովրդագրության հետ է խնդիրներ առաջացնում, այսինքն շատերը ստիպված կլինեն լքել իրենց բնակավայրը ավելի հասանելի, այսպես ասած։ Դուք իրավացի եք, որովհետև շատ լավ է, որ մինչև հիմա մեր ընտանիքներում պահպանվում է այն միտումը, որ ծնողները ուզում են իրենց երեխաներին տալ լավ կրթություն։ Ուրեմն եւ շատերը պատրաստ են, հիմա մենք արդեն ահազանգներ ստացել ենք ազգային կրթության խորհրդում, որ նրանք ուղղակի պատրաստվում են իրենց երեխաների հետևից գնալ այդ մեծ բնակավայրերը։ Հիմնականում դրանք նաև մարզկենտրոններն են, որտեղ նրանք ավելի լավ է ասում են իմ երեխային ես ամեն օր տանեմ օրինակ Ամասիայից Գյումրի, քան թե օրինակ այդ ձևով Բայց շատերը այդ ֆինանսական միջոցներն չեն ունենա, ու ստիպված նրանք պետք է ընտանիքով տեղափոխվեն։ Ես ասեմ նաև, քանի որ օրինակ Շիրակի մարզը աղքատության ամենաբարձր մակարդակը ունի Հայաստանում, շուրջ 40%-ի է հասնում։ Ընտանիքների մեծ մասը կիսված են այս փոքր բնակավայրերում եւ հիմնականում տղամարդիկ արտագնա աշխատանքի են մեկնում։ Եվ սա նրանց խոսքերն եմ ասում, շատ լավ առիթ է ընտանիքը վերամիավորելու եւ հոգուտ ոչ Հայաստանի։ Այսինքն նրանք, քանի որ գնում են արտագնա աշխատանքի հիմնականում Ռուսաստանի Դաշնություն, ըստ էության նրանք իրենց երեխաներին կնոջը տանելու են իրենց հետ Ռուսաստան, այսինքն սա նպաստելու է արտագաղթին։ Մի քանի տարի հետո այս գյուղերում ըստ էության մնալու են միայն ծերերը,
որովհետև ամբողջ նոր բնակչությունը, երիտասարդ բնակչությունը, երեխաները եւ միջին տարիքը ամբողջությամբ դուրս կգան։ Եվ դուք իրավացի եք 55 բնակավայրում այս 231 դպրոցներից դրանք սահմանամերձներն են, որոնք նաև անվտանգային խնդիր են լուծում։ Սյունիքում հիմնականում Սյունիքում 27 բնակավայր Սյունիքում դատարկվելու է 27, որտեղ ուրեմն ոչ մի հնարավորություն ըստ էության այդ երեխաների կամ այդ բնակավայրերի համար նույնիսկ պետական կառույցի ներկայացուցիչի դեմք տեսնելու հնարավորություն չի։ Պարոն Մխիթարյան, լավ, այդ կառավարության հրամանը, հա, որ կարդում ենք, որ ստորագրել է, հա, Ժանե Անդրեասյանը, այնտեղ ինչ հիմնավորում են նշում, հա, այս դպրոցների հիմնավորումը կրթության հասանելիության ապահովումն է, որ շատ երեխաները կրթության հասանելիություն ունենան, բայց արդյոք դա դրա մասին է խոսքը։ Իսկ փորձել եք հանդիպել կամ գրավոր հարցոպատասխան օրինակ։ Մենք ամբողջ այս նյութերը գրավոր ենք արել կրթության նախարարության հետ եւ նրանցից խնդրել ենք տրամադրել բոլոր այդ հիմնավորումները, տվյալները, մնացած բաները եւ նրանք իհարկե մի քիչ դժկամությամբ, մի քիչ ձգձգելով, բայց բոլոր նյութերը մենք հավաքել ենք, բացի դրանից օգտվել ենք հետազոտությունը անելիս բաց աղբյուրներից, որոնք կան, դա վիճակագրական կոմիտեի տվյալներն են, դա ԵՄԻՍ համակարգն է, որտեղ բոլոր դպրոցների մասին տվյալները կան, եւ նույնիսկ բյուջետային տվյալները մենք հանել ենք առանց նախարարության, այս էլի հեռուստադիտողներին հետաքրքիր կլինի, ուրեմն տարեկան այդ բոլոր 231 դպրոցների վրա պետական բյուջեից ծախսվում է, բոլոր ծախսերն եմ ասում, ուսուցիչների աշխատավարձը, աշխատակազմը, որոշ դպրոցներում սնունդ կա, բոլոր ծախսերը կազմում է մոտավորապես 7 միլիարդ դրամ։ 7 միլիարդ դրամը հիշեցնեմ, դրա կեսը, կես տարվա ուրեմն պարգևավճար բաժանվեց քաղաքական պաշտոններ զբաղեցնողներին անցած տարվա վերջին։ Եվ մոտավորապես այդքան էլ ամենայն հավանականությամբ կբաշխվի երևի հունիսին ընտրությունների նախօրյակին։ Այսինքն ստացվում է, որ 231 դպրոցի պետական բյուջեից ֆինանսավորումը արժի ուղղակի քաղաքական պաշտոններ զբաղեցնողների պարգևավճարները։ Ուղիղ հավասար է 7 միլիարդ դրամ։ Պարոն Մխիթարյան, սա նաև բացի այդ ձեր նշված խնդիրներից, նաև երեխաների հոգեբանության, հա, տրամադրվածության վրա եւս լուրջ խնդիրներ առաջացնելու, այն առումով, որ իրենք արդեն սովորել են իրենց, հա, դպրոցին, իրենց ընկերներին, ու այս առումով եւս այդ տարիքի երեխաների համար, որոնց հոգեբանությունը ավելի այսպես, հա, հուզական է, լուրջ խնդիրներ առաջացնելու երեխաների համար։ Այո, այստեղ առաջանալու է ինտեգրացիայի խնդիրներ, որովհետև տարբեր բնակավայրերում կան տարբեր տրադիցիաներ, բոլորիս հայտնի է, նույնիսկ բարբառներն են տարբեր որոշ գյուղերում, շատ տարբերություններ կան եւ նրանց հավաքել ինչ-որ մի գյուղում շատ դժվար կլինի, նույնիսկ կոնֆլիկտներ կարող են առաջանալ։ Երկրորդ դժվարությունը, որ կարող է լինել, դա տարական դասարանների, միջին դասարանների եւ ավագ դպրոցի երեխաների ուրեմն տրանսպորտային այդ համապատասխանությունն է ի կապված նրանց դասապրոցեսի հետ, որովհետև տարական դասարաններում երեխաները, ասենք առաջի, երկրորդ, երրորդ դասարանում 3-4 ժամ ամենաշատը կարող են դպրոցում մնալ, չէ՞, նրանց դասաժամերը այդքան են։ Բարձր դասարաններում դա հասնում է 6-7-8 ժամի։ Հիմա ստացվում է, որ տարական դպրոցի երեխան ինչ է անելու, ասենք թե առավոտյան գնացին տարան նրանց եւ բոլորը միաժամանակ դասերը սկսեցին։ Հետո առաջի դասարանցիները կամ 4-րդ դասարանցիները դասերը ավարտեցին։ Նրանք եւս 4 ժամ պիտի սպասեն մինչեւ ավակները ավարտեն, հետո նրանց հետ տանեն, թե ինչպես է կազմակերպվելու։ Ուրիշ բան ասեմ։ Ուրեմն Ամասիայի շրջանում նախկին, հիմա Ամասիա համայնքում կա 26 բնակավայր, Աշոցքը նաեւ։ Դրանք հայտնի են շատ դաժան ձմեռներով, որտեղ եւ ձյուն է շատ գալիս եւ ճանապարհներն են փակվում, ինչպես է կազմակերպվելու ուսուցումը մեր երեխաների, հատկապես ձմռան ամիսներին։ Հիշեցնեմ, որ շատերը ասում են, որ նույնիսկ այդ բնակավայրերում ապրողները ծնունդները երեխաների պլանավորում են այնպես, որ ընկնի ամառվա ամիսներին, հասկանում եք, որպեսզի ձմեռը չլինի եւ կարողանան գոնե ծննդատուն տանեն մայրերին ապագա։ Ինչպես է կազմակերպվելու դա եւս անհասկանալի է։ Հետո կան նաեւ տեղեր, որտեղ մի քանի բնակավայր ուղղակի մի ճանապարհի վրա չի,
այլ յուրաքանչյուրի համար առանձին տրանսպորտ պետք է աշխատացնել եւ դրանց ծախսերը որևէ տեղ հաշված չի։ Այդ դա էր հետաքրքիր, անվճար են գործելու այդ տրանսպորտային միջոցներին։ Անհասկանալի է, որովհետեւ դա եւս ամենայն հավանականությամբ պետական բյուջեի միջոցներից կլինի այդ ամբողջ ծախսերը կամ համայնքային բյուջերից եւ այստեղ շատ կարեւոր մի բան եմ ուզում ասեմ, տեսեք, մենք խոսում ենք կառավարության որոշման դրա հիման վրա նախարարի հրամանի մասին, բայց մինչև այս պահը ոչ ոք այդ գյուղերի բնակիչներին չի հարցրել նրանց կարծիքը։ Արդյոք նրանք համաձայն են, որ իրենց գյուղը վերջին հաշվով դատարկվի, որովհետև կամ համաձայն են արդյոք, որ հենց իրենց գյուղի դպրոցը չլինի կենտրոն, այլ լինի օրինակ հարևան գյուղի դպրոցը։ Այսպիսի հարցեր են առաջանում, որոնք էական հակասության մեջ են ժողովրդավարության սկզբունքների հետ։ Տեղական ինքնակառավարման, որովհետև դպրոցները ապահովում են ամենայն հարգանքով պետական իշխանությունների, պետության կամ պետական կառավարման մարմինների հանդեպ, բայց հատկապես համայնքային կենտրոններ են նրանք որպես ծառայում։ Չէ, դպրոցը միայն նրա համար չի, որ երեխան գնա դասավորի եւ վերջ։ Դա համայնքի ստեղծման, համայնքի կյանքը ապահովելու էական կենտրոն է։ Դու հանում ես դպրոցը այդ համայնքի կյանքից, գյուղի կյանքից, այսինքն ավելի են կտրվելու այդ ծայրամասային բնակավայրերը առօրյա կյանքից։ Այո, նրանք ընդհանրապես տեղեկատվություն նույնիսկ չեն ստանալու որպես պետական մարմինների ներկայացուցիչներ դպրոցների հիմա ի հայտ են գալիս։ Եվ նրանց համար միակ տեղը, որտեղ նրանք կարող են տեսնել ըստ էության պետության մարդուն, էլի, այսպես գյուղերի լեզվով եմ ասում, դրանք դպրոցներն են։ Եթե դու դպրոցներն ես հանում, ուսուցիչներ էլ չեն լինում, ըստ էության այդ մարդկանց այդ բնակավայրերը ամբողջությամբ կտրում ես նաև պետական համակարգ։ Իսկ ծանրաբեռնվածության հետ կապված, եթե ասենք այդքան փոքր բնակավայրերից միանգամից հոսք լինի դեպի կենտրոնական դպրոցներ, այդ ծանրաբեռնվածությունը եւս թե ուսուցիչների համար թե ժամային առումով ավելի այդտեղ խնդրահարույց է դառնալու։ Դե այն ուսուցիչները, որոնք կմնան աշխատեն, նրանց համար կարծես թե խնդիրներ չի լինի, բայց ասեմ, որ այս պահի դրությամբ այնպես չի, որ բոլոր դպրոցները համալրված են, նույնիսկ այդ համայնքային կենտրոն դպրոցները։ Ուրեմն նրանք եւս համալրված չեն ուսուցիչներով եւ ամենայն հավանականությամբ էլի պակաս է զգացվելու, որովհետեւ ուսուցչի աշխատավարձը չնայած շատ խոսում են, բայց այնքան բարձր չի, որ նա կարողանա իր առօրյա հոգսերը հոգալ։ Շատ չնչին է առավել եւս փոքր դասարանների պարագայում եւ ստացվելու է, որ մենք այդ հարցն էլ այնպես չի, որ լուծելու ենք։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, պարոն Մխիթարյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Հարգելի աստատիտողներ, ես հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք ազգային կրթության խորհրդի անդամ Ատոմ Մխիթարյանի հետ։ Շնորհակալ եմ զրույցին հետևելու համար։